Հատկապես ձմռանը շատանում են վնասվածք ստանալու դեպքերը եւ դա պայմանավորված է նաեւ սառույցի առկայությամբ, ինչպես է հնարավոր խուսափել վնասվածք ստանալուց կամ այն հասցնել նվազագույնի։ Այս մասին կզրուցենք Արթմեդ բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ծառայության ղեկավար Ռաֆայել Ավետիսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժիշկ, ինչպես է հնարավոր խուսափել վնասվածք ստանալուց։ Խուսափել որևիցե հատուկ ինչ-որ գործողություն պետք չի անել։ Մի կողմից կարելի է ասել, որ ճակատագիրը այստեղ ինչ-որ իր դերակատարումն ունի, սակայն իհարկե, եթե ավելի մի քիչ լուրջ մոտենանք, մի քիչ պետք է զգուշավոր լինենք, որովհետև այս տարի շատ ձնառատ էր ու մի քիչ իհարկե ասոցացվում է տրավման, ձյունը, սառույցը, ձնառատ լինելով հանդերձ, ուղղակի խորհուրդը մի քիչ պետք է զգուշավոր լինել հատկապես տարեցների մոտ։ Տարեցները պետք է զգուշավոր լինեն փողոց դուրս գալուց եւ այլն։ Տարեցների դեպքում խորհուրդ են տալիս քայլել ձեռնափայտով։ Ոչ միշտ, եթե ցուցում չկա, իհարկե ձեռնափայտ անհրաժեշտություն չկա, ուղղակի կապված եղանակի հետ հատկապես ձմռան այսպիսի առատ տարվա համար զգուշավորությունն է պարտադիր, իսկ առհասարակ տրավմաները լինի ձմեռ ամառ անխուսափելի են, որովհետև տրավմաները տարաբնույթ են, լինեն եղանակի հետ կապված, լինեն սպորտային, կենցաղային, վթարներ եւ այլն։ Սառույցին ընկնելու դեպքում մարմնի որ հատվածներն են հատկապես ավելի շատ տուժում եւ քանի դեպք է օրինակ տարեսկզբին արդեն գրանցել։ Ինդիվիդուալ հարց եք տալիս, որովհետև չի կարելի այտենց գուշակել, որ հատվածը կվնասվի, կտուժվի։ Կան այնպիսի կոտրվածներ, որոնց դեպքում, այսպես ասած, կանխատեսելի է վնասվածքաբանի համար, երբ որ նույնիսկ դեռ սկզբնական մեխանիզմը չհասկանալով ինքը նշում է, որ հատվածի վնասվածք, այսինքն գանգատվում է որևիցե հատվածի շրջանի ցավից կամ ֆունկցիայի խանգարումից, արդեն գրեթե մոտ 90% եւ ավել պարզ է լինում մասնագետին, ինչ մեխանիզմով առաջացած վնասվածք է, օրինակ հաճախակի տարեցների մոտ ազդրն է տուժվում, այսինքն ազդրոսկրի շրջանում առաջանում կոտրվածքներ, սակայն տարաբնույթ է, կրկնվում եմ նորից հնարավոր չէ հստակ կանխորոշել, որ հատվածն է վնասվել եւ ինչ ձև է վնասվածք ստացել։ Եթե առաջանում է մարդու մոտ կոտրված, շատ վատ վիճակում է ինքը հայտնվում, այսինքն այդ ժամանակ եւ կարող է առաջանալ շոկային երևույթներ եւ անադեկվատ երևույթներ, ցավային շոկեր եւ այլն։ Այս դեպքում իհարկե բնականաբար առաջի օգնությունը կազմակերպել հիվանդանոց հասցնելն է եւ ընդհանրապես անհրաժեշտություն չի լինում, որ տվյալ մարդը, որ ստացել է վնասվածք, ինքն իրենով գուշակի, որ հատվածն է կոտրվածք եւ որոշի գնա հիվանդանոց թե չէ։ Թեթև կոտրվածքների դեպքում հնարավոր է ինչ-որ տնային պայմաններում կամ այլ, չգիտեմ, հարևանների խորհուրդներ իրականացնել, սակայն մեծ վնասվածքների դեպքում ուղղակի մարդը ընդունակ չի լինի, կարծում եմ, որոշի լավ, թող մնա 1 ամիս հետո գնամ հիվանդանոց կամ չգնամ։ Իհարկե բացառիկ դեպքեր լինում են, անփույթության, անուշադրության հետևանք է լինում առաջացած վնասվածքները մատների արանքով նայելը եւ դա նույնպես հանգեցնում է հետագայում ծանր հետևանքների։ Դրա համար խորհուրդը ինքնական որևիցե բան չանել եւ հնարավորինս վնասվածք ստանալուց անմիջապես հետո հնարավորինս շուտ արձագանքել բժշկական մոտեցումներին, այսինքն դիմել, չգիտեմ, շտապ օգնության կամ մասնագետի կամ տեղափոխվի, հոսպիտալիզացվի եւ հարցին տրվի ճիշտ համապատասխան մոտեցում, բուժում կամ հետազոտություն։ Ինքնական որևիցե բան չպետք է կատարվի։ Սառույցին ընկնելիս հաճախ ստանում են դաստակի կոտրվածք, սա ինչու է պայմանավորված։ Էլի եմ ասում, լինի սառույցին ընկած, լինի փողոցում ուղղակի քայլելուց ընկած, չգիտեմ, վթար, ցանկացած վնասվածքի դեպքում կարող է լինել տարաբնույթ, այսինքն չկա այնպիսի հանգամանք, որը անպայման հանգեցնում է օրինակ դաստակի կոտրվածքի կամ չգիտեմ կանգուղեղային վնասվածքի
ուղղակի հաճախակի տարեստերի մոտ որպես թույլ հատված դա ազդրի մոտակա հատվածի կոտրվածքներն են, որովհետև այնտեղ կա որոշակի տարիների հետ առաջացող սնուցման խանգարման խնդիրներ, որը որ հանգեցնում է չնչին նույնիսկ առանց սառույցի էլ տան պայմաններում չնչին այսպես ասած վնասվածքից հնարավոր է առաջանալ ազդրի այնպիսի խայտառակ կոտրված, որոնք որ անխուսափելի կլինի վիրահատական միջամտությունը։ Դրա համար չի կարելի կարծում եմ ասել, որ այս հանգամանքից անպայման կոտրվում է դաստակը, ձեր ասած կամ կոտրվում է այսինչ հատվածում։ Դա ինդիվիդուալ է։ Քայլելիս հնարավոր է մարդը կոտրված կստանա։ Կոտրվածքները ես նշեմ, որ իրենք տարաբնույթ են եւ ոչ մեկի կոտրվածքը մյուսի նման չի լինում, գրեթե բոլորինը տարբեր է լինում, ոչ մեկ իրար նման չեն, այսինքն առաջացած խնդիրը հնարավոր չէ ասել, որ սա այս կոտրվածքն է, որը նման է այնինչ մարդու կամ ինչ-որ մեկի կոտրվածքի։ Իրանք տարբեր են լինում։ Լինում է դեպքեր այնպիսի կոտրվածք լինում, որ հնարավոր է նու կապված արդեն այս դեպքում որ հատվածում է կոտրվածքը։ Եթե վերին վերջույթների շրջանում է լինում, իհարկե քայլել հնարավոր է, իսկ ստորին վերջույթների շրջանում գրեթե 90% արդեն խանգարվում է։ Սակայն կարևոր է ինչ տիպի կոտրվածք է առաջացել եւ այդ շոկային շրջանում ինչ ձևով կարձագանքի վնասվածք ստացողը։ Եղել են այնպիսի երևույթներ, երբ որ շոկային վիճակում կոտրվածքով փորձել է 1-2 քայլինգ քայլել է եւ ընկել է նորից, այսինքն դա եթե համարենք դա քայլել, հնարավոր է այդպիսի տարբերակներ երևույթներ լինի, սակայն եթե ստացել է այնպիսի կոտրվածք, որը որ ունի տեղաշարժ, որը որ ինքը փոքր ճակերտներով ասած այնպիսի կոտրվածք չէ, որը որ մեծ ֆունկցիա ունեցող ոսկրի շրջանում է առաջացել, կարծում եմ հնարավոր է քայլելու, բայց ոչ լիարժեք, այսինքն իրեն հիվանդին, ցավային կամ ֆունկցիայի առումով նշան է հասցնելու, որ չի կարողանում քայլել։ 1-2 քայլը կարծում եմ դա քայլելու մասին չէ, ձեր տված հարցի համար եմ ասում, քանի որ քայլել մի քիչ տարբեր ձև կարելի է, 1-2 քայլ հնարավոր է, բայց որ ասենք օրինակ ազդրը կոտրված լինի ու ինքը տենց վնասվածք ստացողը դուրս գա փողոց քայլի որոշի երբ գնա, երբ չգնա, կարծում եմ մի քիչ ինտրիգայի շարքից է։ Տարեցների մոտ մենք ունենում ենք մի այսպիսի մեխանիզմ, երբ որ ազդրոսկրի վզիկի շրջանում խանգարվում է սնուցումը եւ նույնիսկ դեպքեր ենք ունեցել, որ մի չնչին շարժում կատարելիս ոտքը տակը կոտրվել է տարեցի մոտ, սակայն առողջ նորմալ օրգանիզմում կանգնած դիրքում առանց որևիցե մեխանիզմի առաջանը կոտրվածք շատ քիչ հավանականություն ունի։ Խոսենք նաև սալջարդի մասին, ինչ այն իրենից ներկայացնում։ Սալջարդը ինքն իրենով փափուկ հյուսվածքների վնասվածք է, որը որ չի հասցրել կոտրվածքի, սակայն տուժվել է փափուկ հյուսվածքները, տուժվել են փափուկ հյուսվածքները։ Այստեղ մոտեցումը այլ է համեմատած կոտրվածքների հետ։ Եվ նույնիսկ բուժման տակտիկան է այստեղ այլ։ Էլի համեմատած կոտրվածքների հետ։ Եվ կոտրվածքի եւ սալջարդի դեպքում ինչ հետազոտություն են անցկացնում։ Նախ վնասվածք ստանալուց առաջ ոչ մեկ միանգամից նու ենթադրել կարելի է, սակայն հստակեցնելու համար պետք է կատարվի նախապես հետազոտություն, գոնե ռենտգեն հետազոտություն, որպեսզի դիֆերենցիան կոտրված կա թե չէ։ Երբ որ կոտրվածք չկա, արդեն տեսանելի է լինում վիզուալ, կլինիկորեն տեսանելի է լինում սալջարդ կամ գերձգում ասածը։ Այս դեպքում արդեն ախտորոշումը դրվում է որպես սալջարդ կամ գերձգում։ Անպայման պետք է նախապես կատարել հետազոտություն, գոնե ռենտգեն հետազոտություն։ Իհարկե լինում են այնպիսի դեպքեր, որոնք որ նույնիսկ ռենտգեն հետազոտությամբ դժվար է ախտորոշումը հստակեցնել, այս դեպքում անհրաժեշտ է լինում նաև համակարգչային շերտագրություն կամ նույնիսկ մագնիսառեզոնանսային շերտագրություն, այսինքն ժողովրդի հայտնի ԿՏ եւ MRT։ Սալջարդի դեպքում առաջին օգնությունը ինչպես ցուցաբերել մարդուն։ Բոլոր վնասվածքների դեպքում որպես առաջին օգնություն սառն է ցույց
կառուցված, այսինքն սառույցի եւ նույնիսկ սալջարդների դեպքում հնարավորինս ֆունկցիան պետք է այսպես ասել սահմանափակել, մինչ հիվանդանոցային պայմաններում կհստակեցվի ախտորոշումը, այսինքն պետք է ֆիքսել վերջույթը, եթե վերջույթի շրջանում է առաջացել վնասվածքը, ֆիքսում ենք վերջույթը, տեղափոխում հիվանդանոց։ Բայց եթե մարդը չի տեղափոխվում հիվանդանոց, ինչ խնդիրներ կարող են հետագայում առաջանալ։ Եթե մարդը կամակորություն է այսպես անում, նման ծանր վնասվածքների դեպքում չի տեղափոխվում հիվանդանոց, կարող է բարդությունները տարաբնույթ լինեն, ինչպես վնասվածքները։ Այստեղ պետք է մենք հստակ իմանանք ինչ վնասվածք կարող առաջացած լինի, որ ինքը վնասվածք ստացողը մի քիչ թեթև նայ ամեն ինչին եւ խուսափի հիվանդանոց գնալուն։ Հիմա Փառք Աստծո արդեն այս տարվանից սկսել է գործել այնպիսի համակարգ առողջապահության նախարարության կողմից, որի դեպքում նույնիսկ գումար անհրաժեշտություն չի լինում, այսինքն լիարժեք մենք մեր կենտրոնում հնարավորությունը կա, որպեսզի կարողանանք մարդուն լիարժեք ախտորոշում կատարել եւ հասցնել նորմալ բուժման մակարդակին, այսինքն թե նախկինում ասում ենք ֆինանսական, ինչ պատճառներով խուսափում են հետազոտություն եւ բուժում, ապա ասեմ այդ ամեն ինչը վերացել, այսինքն հնարավորությունը արդեն մեծացել է առանց որևիցե ֆինանսական խնդրի հիվանդը նորմալ ախտորոշում ստանա եւ ստանա նորմալ բուժում։ Հունվարի 1-ից սկսած դիմելիությունը շատացել է առողջապահության ապահովագրության պայմանավորված։ Բավականին շատացել է ոչ միայն պայմանավորված վնասվածքների, այլ առհասարակ մարդկանց իրենց հետևողական լինելու հանգամանքը։ Նախկինում օրթոպեդիկ խնդիրներ ունեցողները ձեր ասած ձևով ոչ մեկ այդպես շատ ուշադրություն չէր դարձնում, հնարավորինս խուսափում էին, սակայն այս համակարգիները դնելուց հետո բավականին մեծացել է դիմելիությունը, բուժումը եւ այլն։ Հիմնականում ինչ խնդիրների դեպքում են դիմել, այսինքն հունվարի 1-ից սկսած ինչ խնդիրներ ունեցողներն են դիմել։ Եթե վնասվածքները չանդրադառնանք վնասվածքներին, բավականին շատացել է էնդոպրոթեզավորումը, ինչ առումով որ նախկինում բավականին թանկ վիրահատություններ, եթե չունեին արտոնություններ, ներկա պահին բավականին հնարավորությունները մեծացել է, էլի եմ ասում, ես կարծում եմ պետք է գնահատել այդ ամեն ինչը պետության, չեմ կարող հստակ ասել ինչ համակարգով է գործում, համենայն դեպս բավականին հեշտացել է եւ հնարավորությունները մեծացել է մարդկանց ֆինանսական առումով, գրեթե անվճար վիրահատվում են։ Վերադառնանք մեր սալջարդին, ինչ բարդություններ կարող են առաջանալ սալջարդի հետևանքով, եթե մարդը երկար ժամանակ չդիմի բժշկի։ Ես ձեզ ասեմ, սալջարդը ինքը իրենով շատ ցավոտ process է եւ հնարավոր է նույնիսկ խուսափել որևիցե բարդություն չառաջանալ, սակայն ցավը այնպիսի ուժգին ցավեր է առաջանում, որի դեպքում գոնե պետք է հակաբորբոքային ցավազրկողներ այս դեպքում ընդունել եւ բացի դա եթե մենք շատ բժշկական առումով այսպես ասենք շատ խորանանք եւ հասկանանք ինչ բարդությունների կարող առաջանալ, եթե կանգային process-ներ, հեմատոմաներ առաջանան, հնարավոր է ինֆեկցիոն որևիցե process առաջանա, բայց քիչ հավանականությունով, սակայն սալջարդների դեպքում բավականին ցավոտ է եւ գրեթե մեծամասն ցավազրկող հակաբորբոքայիններ խմելով հանգստացնում են, այսինքն սալջարդի ժամանակ առաջանում է այտուցվածություն, հեմատոմաներ, իսկ հակաբորբոքային ցավազրկող պրեպարատներ ընդունելու դեպքում այդ այտուցը եւ հեմատոմաները գրեթե չեն առաջանում։ Իսկ հնարավոր է այտուցը տարիներով մնա։ Նայեք, սալջարդները դրանք ցուցումներ չեն, որպեսի բժիշկը սալջարդով հիվանդին պարկաստի եւ անի այնպիսի բուժումներ եւ այստեղ որ մենք հարցը ձևակերպում ենք, եթե չդիմի հիվանդանոց, ինչ կլինի իր հետ։ Ինքը հնարավոր է չդիմի հիվանդանոց, սակայն հիվանդանոցտեղ կարեւոր է դիմելու դեպքում հստակեցնել արդյոք սալջարդ է թե կոտրվածք է, որտեղ կոտրվածքների դեպքում բարդությունները մոտ 90-ից 100
100% առաջանում են չդիմելով բուժում նորմալ չստանալու դեպքում։ Գրեթե մինչև 100% հասնում է, իսկ սալջարդների դեպքում մենք այդպիսի բարձր շեմ չունենք։ Դրա համար մեծամասամբ դիմելով ախտորոշումը, եթե հստակեցվում, այսինքն եթե հստակեցվում է չունեն կոտրվածք կամ միայն սալջարդ, այդտեղ ստանում է փոքր հակաբորբոքային ցավազրկող դեղամիջոցներ եւ ինքը նույն օրը տեղափոխվում է իր տուն։ Գելերը, քսուկները որքանով են օգնում հարցի լուծմանը։ Բուժօգնությունը սառը եւ անպայման ֆիքսած բայ։ Եթե միտեղ առաջացել է սալջարդ, որևիցե վերջում առաջացել է սալջարդ, ինքը իրենով արդեն ցավի հետևանքով դժվարացնում է իրեն ֆունկցիան արդեն դժվարանում է։ Արդեն հավանականությունը շատ քիչ է, որ մարդը չի գնա չի հետևի, իրեն շատ քիչ է հավանական։ Իսկ եթե ձեր ասած այնուամենայնիվ չի դիմում բժշկին, ժամանակի ընթացքում ցավազրկողներ եւ քանի որ ցավերի հետևանքով իր ֆունկցիան, այսպես ասած, դժվարացած է լինում, այսինքն հանգիստ է վերջույթը պահում, աստիճանաբար ինքը անցնում է, սակայն այստեղ հարց է առաջանում դիմելով բժշկի վաղ ժամանակում է պրծնում նման խնդրի երկարացումից, թե ձեր ասած չդիմելով, ասենք մոտավորապես, եթե դիմի 7 օր 10 օրվա ընթացքում ճիշտ նշանակումների միջոցով կարող է անցնել իր խնդիրը, թե սպասում ասենք մինչև ամիս եւ հետագայում քրոնիկ երևույթներ առաջացմանը։ Դրա համար ճիշտ տարբերակը պետք է դիմեն բժշկի ստանան համապատասխան բուժում։ Շատ եք հանդիպում դեպքերի, որ ուշ են դիմում բժշկին։ Բավականին շատ էր, սակայն այս տարվանից նման տենդենսը մի քիչ իմ կարծիքով քչացել է, որովհետև բավականին մեծ հարց է լուծում այս ապահովագրական հարցը, որովհետև չկա ֆինանսական որևիցե հարց ու մի քիչ ավելի իրենց հանդեպ ուշադրությունը մեծացել է մարդկանց։ Իմ կարծիքով դա ես համատարած չեմ կարող ասել, սակայն փաստացի տեսանելի է, չնչին որևիցե խնդրից դիմում են, դիմելիությունը մեծացել է։ Բայց լինում են, եղել են դեպքեր, շատ չի անցել նախորդ տարվանից, բավականին շատ դեպքեր եմ ունեցել, որ ուշացած երևույթներ են, որ հնարավոր է շուտ դիմելու ժամանակ հարցը ճիշտ լուծումով ավելի հեշտ ընթացքով լիներ առանց բարդությունների, սակայն չդիմելով, հետևողական չլինելով ավելի բարդացած վիճակում հարցը անցել է արդեն այլ էտապ, այլ մոտեցում է պահանջել։ Այսինքն վիրահատություն։ Այսինքն հնարավոր է ոչ վիրահատական դեպքը դառել է վիրահատական։ Եվ հիմնականում այսինքն ընկնելու հետևանքով են ստացել սալջարդը, թե այլ խնդիրներից ելնելով, բայց չեն դիմել։ Ես հիմա հստակ կոնկրետ դեպքի չեմ կարող անդրադառնալ, ձեր ասածը չի բացառում, բավականին շատ մեր մոտ եւ վիրահատական process-ներ են ընթանում եւ կոնսերվատիվ բուժումներ են ընթանում, անհատակպես չեմ կարող ինչ-որ օրինակի բերեմ, սակայն այնքան շատ են խնդիրները եղել չմոտենալու ճիշտ իրենց հարցին, այսինքն անհետևողականություն այնքան է եղել, որ հիմա չեմ ուզում ու չեմ կարող որևիցե մի դեպքի անդրադառնամ։ Կալցիումի, մագնեզիումի կամ վիտամին D-ի պակասը հանգեցնում է ոսկրի շուտ կոտրվելուն։ Միանշանակ, որովհետև կալցին, վիտամին D-ն, ինչպես նաև այլ հանքանյութեր, այլ միկրոէլեմենտներ, այսպես ասած, կարևոր եւ բաղադրիչ մաս են կազմում ոսկրի խտության եւ ամրության մեջ։ Եվ դրանց քանակի քչացման դեպքում ավելի ոսկրերը դառնում են փխրուն եւ բնականաբար վնասվածքի դեպքում ավելի հեշտ կոտրվում են։ Դա հիմնականում տարեցների մոտ է հանդիպում։ Կարող է լինել բոլորի մոտ, եթե կա այդպիսի խնդիր, ոչ մեկ դրանից չի կարող խուսափել եւ այսպես թե այնպես տարեստերի մոտ դա բնականon ընթացքով քչանում է։ Որ հիվանդություններ են նպաստում ոսկրի շուտ կոտրվելուն։ Բավականին մեծ հիվանդությունների, շատ հիվանդությունների ցանկ կա, որի դեպքում ինչ-ինչ առումով անդրադառնում է իր ախտաբանական process-ն է առաջանում ոսկրերի շրջանում։ Առաջին տեղում դա օնկոլոգիական, ուռուցքաբանական հիվանդություններն են, որոնց դեպքում նույնիսկ ձեր ասած կանգնած վիճակում կարող է առաջանալ ախտաբանական կոտրվածներ, այդ թվում նաև ռևմատոիդ արթրիտները եւ մի շարք այլ հիվանդություններ, որի ժամանակ կարող են առաջանալ ոսկրային այնպիսի խնդիրներ, որ չնչին վնասվածք ստանալուց հանգեցնի կոտրվածքի։ Կոտրվածքի բուժման եղանակները որոնք են։
կոտրվածքները բուժվում են երկու եղանակով հիմնականում կապված ինչ կոտրվածքն է դա կոնսերվատիվ եղանակն է եւ վիրաբուժական կոնսերվատիվ եղանակը դա այսինքն դեղորայքների ֆիքսացիաների միջոցով է իրականացնում նույն մեր հայտնի գիպսադրումը ֆիքսատորները տարաբնույթ իմիջիալոզ բավականին մեծացել է ցանկը ֆիքսատորների նման միջոցառումների որոնց միջոցով հնարավոր է կոտրվածքը բուժել առանց վիրահատական միջոցների եւ վիրահատական տարբերակը որը ըստ իրենով նույնպես ունի տարբեր մոտեցումներ Իսկ հաճախ կոտրվածքի ո՞ր դեպքերն են հանդիպում հաճախակի առաջացող կոտրվածքները, որոնք որ պահանջում են վիրահատական միջամտություններ, դա տարեցների մոտ առաջացող աստրոսկրերի կոտրվածքներն են, սակայն ցանկացած կոտրվածք գրեթե երբ որ ունի տեղաշարժ, որը որ կարող է հանգեցնել բարդացման, ընդհանուր մինչև կյանքի վտանգների առաջացման, նույնպես ենթակա է լինում վիրահատական միջամտությունների ու կապված կոտրվածքի ձևից, հատվածից վիրահատական մոտեցումները տարբեր են լինում։ Քանի որ մեր զրույցը սկսեցինք սառույցին ընկնելու թեմայից, ապա հնարավոր է ինչ որ ձև նվազեցնել սառույցին ընկնելու դեպքում վնասվածք ստանալու չափը։ Եթե անհատին վերցնենք ուղղակի զգուշավորություն, ինչպես սկզբից ես անդրադարձա դրան, միայն զգուշավորություն է պետք, իսկ մնացած առումներով արդեն այն կազմակերպությունները, որոնք լծված են նման ծանր աշխատանք կատարելու, կարծում եմ, եթե հասցնում են իրականացնում են։ Այսինքն որևիցե անհատից կախված process չէ դա։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Մենք զրուցում էինք Արթմեդ բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ծառայության ղեկավար Ռաֆայել Ավետիսյանի հետ։